Եթե Հայաստանն իսկապես ժողովրդավար երկիր է եւ գործում է օրենքը, Սամվել Կարապետյանն այսօր պետք է ազատ արձակվի դատարանի դահլիճից, պնդում են փաստաբանները։ Եթե դիտարկում ենք կոչի դրվագը, առավելագույն ժամկետը արդեն սպառված է։ Ըստ օրենքի նախաքննական փուլում, եթե քրեական գործը չի մտնում դատարան, 5 ամսից ավելի չի կարող ձգվել կալանավորումը, բացատրում են փաստաբանները։ Նրանց խոսքով նոյեմբերի 18-ից առաջ, երբ լրանում էր Կարապետյանի կալանավորման 1 ամսյա ժամկետը, քննչական մարմինը շատ արագ ստացել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի որոշումը, որպեսզի այսպես կոչված փողերի լվացման մեղադրանքով ինչ-ինչ նոր հանգամանքներ գտնի այսօր Կարապետյանի կալանքը եւս 2 ամսով երկարացնելու համար։ Փաստաբաններն անցած շաբաթավերջինը հազանգեցին, որ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի որոշումը իրենք չեն ստացել։ Լույսի ձայնի կայծակի եւ այլ նման անհավանական արագությունների պայմաններում ընդունել է որոշում շուրջ 20 օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պատմության մեջ աննախադեպ Վճռաբեկ դատարանը։ Այսօրվա դատական նիստում փաստաբանական թիմը միջնորդելու են նաև, որպեսզի դատավորը գրավ կիրառի կամ տնային կալանք նշանակի։ Արամ Վարդևանյանը հիշեցնում է, որ 2020-ից հետո հենց այս իշխանությունն է ներդրել տնային կալանքը, գրավը ապացուցելու, թե ժողովրդավար են։ Վարդևանյանը հիշեցնում է, հենց իշխանությունն էր պնդել, որ շատ կալանքները բռնատիրական երկրին են բնորոշ։ Շատ լավ հիշում եմ, թե ինչպես 2024 թվականի հոկտեմբերի 23 կամ 24 կարծես ազգային ժողովում հերթական հարց ու պատասխանի ժամանակ Հայաստանի Հանրապետության բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձը ուղիղ արձանագրեց, որ այո, Հայաստանում այլևս կան այլընտրանքային խափանման միջոցներ։ Նույնիսկ համեմատեց կալանքի կիրառումը առանց տնային կալանքը դիտարկելու բռնապետական ռեժիմներին բնորոշ վարքագիծ։ Փաստաբանները պատահական չեն համարում, որ Կարապետյանին պատկանող էներգետիկ կառույցին լիցենզիայից զրկելու եւ գործարարի կալանքը երկարացնելու հարցը նույն օրն է քննարկվում։ Արամ Վարդևանյանը վստահ է, քաղաքական հրահանգը, որի հիմքը հունիսի 17-ին Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումն է։ Վարդևանյանը հույս ունի, որ այսօր դատարանը կմերժի Կարապետյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը, իսկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի զրկի ՀԵՑ-ին լիցենզիայից։ ՀՑԿՀ-ում ներկայացված վարույթի շրջանակներում դիրքորոշումն է ենթակա մերժման, որովհետև իրապես որևէ մի ընկերություն չկա, որտեղ խախտումներ չլինեն, բայց խախտում, որը ենթադրի լիցենզիայի զրկում, սա մենք խոսում ենք արդեն աբսուրդի տիրույթում, պարզապես համեմատական անցկացրեք Վեոլիա ջրի հետ կապված խախտումներին եւ ոչ մի վարույթ չկա դրա դեպքում։ Եվ իհարկե նաեւ այս միջնորդությունն էլ ակնհայտորեն ենթակա է մերժման։ Առավոտյան 10-ին հակակոռուպցիոն դատարանում սկսված նիստը փաստաբանների կանխատեսմամբ կարող է շուրջ 10 ժամ ձգվել։ Բազմաթիվ հիմնավորումներ են բերելու, թե ինչու պետք է դատարանի դահլիճից ազատ արձակվի արդեն 5 ամիս կալանավորված գործարարը։ Ամեն ինչն էլ ունի սկիզբ եւ վերջ, այսքանը։ Կարնե Մանգասարյան, Լանա Համբարձումյան, Աշոտ Մնոյան եւ Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։